Բարև ձեզ, մեր եթերում հարցազրույցի ժամը եւ զրուցելու է մեր ձևով շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանը։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես դատարանն այսօր եւս 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը, սպասելի էր սա շարժման անդամների համար։ Սպասելի էր այն առումով, որ արդեն գիտենք ինչ գործելավոճ են որդեգրել ներկայիս իշխանությունները, բայց մեծ հույս ունեինք, որ արդարադատություն իրականացնողները իրենց առաքելությանը հավատարիմ կմնային եւ այսի անհիմն կալանավորումը ի վերջո այնպես կանեին, որ արդարությունը վերականգնվեր, բայց սպասելի էր, այո։ Սպասելի էր, որովհետեւ իշխանությունները, ներկայիս իշխանությունները բոլորս էլ հասկանում ենք, որ բարերարի ազդեցությունը, դերը եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս այնքան մեծ է, որ մտահոգված են, որ կարող է բարերարը շրջադարձային փոփոխություններ մտցնի եւ Հայաստանում եւ հասարակության մեջ, հենց այդ վախերից դրդված էլ այսօր ունենք այդ պատկերը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է վախենում Սամվել Կարապետյանից։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, փոքրիկ խմբակը, այո, կարող ենք փաստել, որ տեղի ունեցող իրադարձությունները հենց դրա վառ ապացույցն են, վառ վկայությունն են, որ եթե այդպես չէ, ապա բարերարը օր առաջ կլիներ ազատության մեջ։ Ու բոլորս էլ հասկանում ենք պատճառն ինչումն է։ Արված արտահայտություն, որը հիմք չուներ, որը իրենից ինչ որ հետապնդման նշույլներ չէր պարունակում, բայց այսօր փորձում են ինչ որ ձևով այնպես անել, որպեսզի բարերարին թույլ չտան լինել ազատության մեջ։ Ըստ քննչականի Սամվել Կարապետյանը գտնվելով ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։ Ձեր կարծիքով սա հիմնավոր կասկած է։ Որ գործի Եվ փողերի լվացման մեղադրանքով, եւ հարկերից խուսափելու Կարծում եմ առաջին հերթին արված արտահայտություններ, որի համար բարերարը գտնվում է անազատության մեջ, որ անելու ենք մեր ձևով, եւ ես չեմ կարծում այդտեղ բոլորս էլ հիմա օգտագործում ենք, որ անելու ենք մեր ձևով, եւ եթե դա հիմք էր բարերարին կալանքի տակ պահելու, ուրեմն պիտի բոլորին կալանքի տակ պահել։ Այսինքն կարծում եք ի սկզբանե իշխանությանը պատճառ էր պետք, որ սկսվեր գործընթաց։ Հենց նրա հետ կապված, որ բարերարը հաշ չի եղել այն ինչ կատարվում է մեր երկրում, հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, ազգային արժեքի նկատմամբ, լինելով արժանապատիվ հայ, փորձել է այնպես անել, որ Հայաստանում այդ միասնականությունը, համերաշխությունը, արժանապատվությունը միշտ բարձր լինի։ Եվ այստեղ էլ գրոհը իշխանությունների կողմից դեպի հայ առաքելական Սուրբ եկեղեցին ուղղակի չի թողել անտարբեր մնալ բարերարին։ Ու արված արտահայտությունը, այո, հենց պատճառ էր պետք իշխանություններին, որպեսզի կարողանան մեկուսացնել բարերարին։ Տեսեք, նաև իշխանությունը քննադատում է, վերջին շրջանում ի թիվս այլ քննադատությունների, որոնք ուղղված են Սամվել Կարապետյանի անձին, իր շարժմանը, նաև քննադատում են, ասում են եկեղեցին դարձրել է իր անձնական օգտագործման վայրը, տարել, կախել է իր մեծադիր լուսանկարը։ Քննադատելու համար իշխանությանը կարծում եմ փորձում են գտնել ինչ-որ չնչին քննադատության առարկաներ, որպեսզի ինչ-որ բանից կախվեն։ Բարերարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու համար ու ընդհանրապես մեր եկեղեցիների, մեր որպես արժեք պահպանության համար այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է իր կատարած աշխատանքներով եւ այն, որ հիմա նկարի պատրվակը փորձում են առաջ բերել, որպեսզի արդարացնեն իրենց գործողությունները, կհանգեմ այն իմ ասացին, որ այո, նույնիսկ վախենում եմ բարերարի նկարներից։ Պարոն Գևորգյան, դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ այնուամենայնիվ հույս ունեիք, որ արդարադատություն իրականացնող մարմինները կկայացնեն արդար որոշում։ Ովքեր են ըստ ձեզ արդարադատություն իրականացնող մարմինները, եթե խոսք այս դեպքում դատարանի մասին է, պետք է ես ձեզ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ասում էր, որ Հայաստանում չկա մի դատավոր, որին որոշումը կարող է չկայացնի։ Այո,
Դա արվել է վարչապետի կողմից, բայց բոլորս էլ գիտենք, որ դատական իշխանությունը պիտի լինի ոչ կախյալ, պիտի լինի անկախ, եւ այդ հույսը դրանում էր, որ այդ իշխանությունում առաքելություն իրականացնողները վերջի վերջո իրենց առաքելությանը հավատարիմ կմնան եւ իրականացնեն այնպիսի որոշում, որը որ տրամաբանության սահմաններում կլինի։ Երեկվանից էր մեկնարկել դատականիստ, այսօր արդեն որոշումը պարզ դարձավ, զուգահեռ գիտենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց որոշում, համաձայն որի հեծը զրկվեց լիցենզիայից, հիմա ասվում է, որ պետք է արդեն բանակցեն առաջիկա 3 ամսվա ընթացքում սեփականատիրոջ հետ հետագա գործընթացը հանգուցալուծելու համար, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, հեծի հանրային ծառայությունները կամ համապատասխան մարմիններն, ովքեր պետք է սկսեն բանակցությունները, պետք է գնան ԱԱԾ-ի պատվալ եւ Սամվել Կարապետյանի հետ բանակցություններ տանեն։ Ես ճիշտ ասած այս պահին չեմ կարող ասել, թե ոնց պիտի այդ բանակցությունները իրականացնեն, ամենայն հավանականությամբ ձեր ասած տարբերակով, բայց այն ինչ որ կատարվում է հեծի շուրջ, դա էլ նույն անտրամաբանական պրիզմայում կարող ենք դիտարկել։ Տեսեք, խոսեցիք հեծից, հիմա սա ինչ գործընթաց է, խլման գործընթաց է, թե օրինակ ինչպես Ռոմանոս Պետրոսյանն է ասվում, Հայաստանի էլեկտրական ցանցերը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետությանը միշտ էլ պատկանել է Հայաստանի էլեկտրական ցանցերը, ուղղակի այստեղ այլ օրակարգ կա։ Կազմակերպել այս ամենը թուրք-ադրբեջանական տնային աշխատանքներում։ Այսինքն այն ինչ որ հիմա կատարվում է հեծի շուրջ, սրանք արտաքին օրակարգի, իմ կարծիքով արտաքին օրակարգի մաս են կազմում եւ փորձ է արվում հանրային ծառայությունները, ստրատեգիական նշանակության ծառայությունները փորձել համապատասխանեցնել արտաքին օրակարգին։ Իմ տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչու պիտի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները ամիսներ առաջ վերապատրաստվեին հենց Թուրքիայում, եթե կարելի էր վերապատրաստվել նաև այլ երկրներում։ Ինչ հիմնավոր կասկածներ կան այս առումով։ Շրջանառվող լուրերին համապատասխան, հաշվի առնելով իրենց վերապատրաստումները Թուրքիայում եւ առաջ տանելով այն թեզը, որ հեծին լիցենզիայից զրկել, այնուհետեւ բանակցել սեփականատիրոջ հետ, փորձ է արվում ինչ որ մի շրջանակի մեջ տեղավորել հենց կոնկրետ մեր հանրային ծառայությունները, որը ես կարծում եմ շատ վտանգավոր սխեմա է Հայաստանի համար եւ յուրաքանչյուրս պիտի հասկանալով թույլ չտանք այս սխեման իրականացվի։ Պարոն Գևորգյան, տեսեք, ի թիվս այլ քննադատությունների, որոնք ուղղված են շարժմանը, հիմա մենք նաև շարժումից կխոսենք, բայց ասում են, օրինակ, եթե Սամվել Կարապետյանի շուրջ այս զարգացումները չլինեին, չէր ձևավորվի այս շարժումը, չէին մտահոգվի երկրում ստեղծված ներքին ու արտաքին քաղաքական, այդ թվում եւ տնտեսական խնդիրներով։ Այնպես չի, որ բարերարը ու ընդհանրապես բարերարի շուրջ կանգնած մարդիկ երբևիցե չեն հետաքրքրվել Հայաստանի։ Դա բոլորս կարող ենք փաստել, որ այս տարիների ընթացքում ուղղակի ամեն բան արվել է շատ լուռ։ Արվել է բարեգործին համապատասխան քայլերով, անել բարեգործություն առանց ինչ որ ցուցադրելու, ցուցադրական մոտիվների եւ նույն երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքը այնպես չի, որ ձերբակալությունից հետո է արտահայտվել։ Ձերբակալությունն էլ կարող ենք դիտարկել հենց դրա մեջ, որտեղ մարդը հաշ չի եղել։ Մենք ունենք այնպիսի գործընթացներ, ցեղասպանության ճանաչման, ունենք հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հարձակում եւ ի վերջո, եթե բարերարը չխոսեր, ով խոսեր։ Այսինքն հասել է մի կետի, որտեղից այլևս կարմիր գծեր են, ու այդ կարմիր գծերից այն կողմ պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւ բարձրաձայնելուց հետո էլ հասկացանք ինչ տեղի ունեցավ։ Ձևավորվեց մեր ձևով շարժումը, անդադար հայտարարվում է, որ թիվը ավելանում է շարժման, ինչով է զբաղված բայց շարժումը, բացի այն, որ գալիս է դատարանի մոտ Սամվել Կարապետյանին աջակցելու։ Մենք բոլորս էլ տեսնում ենք շարժումը ինչով է զբաղված։ Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր շրջանակների հետ, համայնքային հանդիպումներ ենք ունենում, մեր հայրենակիցների կողմից
բարձրացվող հարցերն են քննարկում, կան ձևավորված աշխատանքային խմբեր եւ շարժման նպատակներից մեկն է, որ ոչ թե գրվի ուղղակի թղթի վրա գրված ծրագիր կամ գաղափարախոսություն, այլ դա արտահայտի մեր հասարակության ցանկությունը, մեր հասարակության կամքը, որովհետեւ գործի մարդ է Սամվել Կարապետյանը եւ հանդիսանալով մեր ձևով ժողովրդական շարժման առաջնորդը իր համար շատ կարեւոր է, որ մենք արտահայտենք հենց ժողովրդի, մեր հասարակության բոլոր մտավախությունները, ցանկությունները։ Մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում, տարբեր համայնքների հետ քննարկումներ ենք ունենում, կազմակերպում ենք առանձին խմբային քննարկումներ մեր մասնակիցների հետ։ Քննարկում ենք այն հարցերը, որոնք որ այս պահին առաջնային են Հայաստանի Հանրապետության համար։ Եվ հետո դրանք պիտի բոլորը դառնան արդեն քաղաքական ուժի գաղափարախոսության հիմքը, որով էլ մենք պիտի քաղաքական դաշտում հայտ ներկայացնենք հետագա գործընթացներում։ Իսկ երբ դա տեղի ունենալու, երբ այդ հայտը ձևավորվելու, երբ է քաղաքական միավորի վերածվելու։ Ինչպես շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է հայտարարել, ամենայն հավանականությամբ դա կունենանք տարվա սկզբին։ Տեսեք, նաև հանրահավաքները, որոնք կազմակերպվում են իշխանական լրատվամիջոցներին, ասում են հարուստի միտինգ է։ Ինչ ասել է հարուստի միտինգ։ Օրինակ, որ բերում են տաքացնող, չգիտեմ դա ինչպես է կոչվում, այդ սարքերն են տեղադրվում, մարդկանց երբ որ սուրճ է հյուրասիրում, վրանը տեղադրվում, ասում էր իրանք նման բաներ չէին արել, ասֆալտին էին քնում, հելնում, այդպես էին հեղափոխություն անում, իսկ հիմա տեսեք հարուստի միտինգը։ Կարծում եմ հարուստի միտինգ ասվածը մի քիչ սխալ է ասված։ Մենք ավելի շատ մտածում ենք մեր հասարակության մասին եւ եթե կան հնարավորությունները, բոլորս այնպես չի, որ գաղտնի է հասարակությունից, որ ունենք այդ հնարավորությունները եւ եթե կան հնարավորությունները, մենք պիտի փորձենք այնպես անենք, որ ապահովենք լավ պայմաններ մեր քաղաքացիների համար եւ եթե այդ պայմանները չապահովենք, հիմա էլ կասեին ունենալով այդ հնարավորությունները ոչ մի պայման չեն ապահովում քաղաքացիների համար, չեն տաքացնում կամ սուրճ չեն հյուրասիրում, այսինքն հակառակը կասեին եւ մենք պատրաստ ենք, որ մեր քաղաքացիների համար լավ պայմաններ ստեղծեն, ինչպես միտինգներում, այնպես էլ միտինգներից դուրս Հայաստանի պետականաստեղծման կամ ընդհանրապես կառավարման գործում, այո, մենք պիտի ապահովենք մեր քաղաքացիների համար բարեկեցիկ պայմաններ, ոչ միայն միտինգներում, այլ նաև իրենց տներում, իրենց գյուղերում, իրենց քաղաքներում ու պիտի բարձր պահենք մեր հայրենակիցների կենսամակարդակը, ապրելու պայմանները ու թող դա հենց ազդակ լինի այդ միտինգների լավ պայմանները, որ Հայաստանին որպես ապագա ուժ պիտի սպասվի հենց այդպիսի լավ պայմաններ։ Դուք ասացիք հանդիպումներ եք ունենում, նաև մարզային հանդիպումներ, ինչ է ասում հանրությունը, ասում է, որ միակույսը մնացել եք դուք, եկեք մեզ փրկեք։ Այո, մենք տարբեր ազդակներ ենք ստանում, տարբեր տարիքային մեր հայրենակիցների կողմից, սկսած երիտասարդներից, վերջացրած մեծահասակներից, բոլորի պահանջը կոպիտ ասած, որ մեզ տեսնում են, նա է, որ արեք մի բան, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից եւ կարողանանք բարեկեցիկ երկիր կառուցել։ Տեսեք, հանրությունը մի շարք նման, չգիտեմ որքանով է տեղին, փրկիչների ականատես եղել, ովքեր տարբեր փուլերում հայտարարել են, որ դուրս եկեք փողոց, պայքարեք, Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք, բայց վերջնարդյունքը չի եղել այնպեսին, ինչպեսին է սպասում էր այդ բային Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Հիմա ինչով վստահ լինի, որ այս դեպքում ներողություն այդ բառի համար զատնի չեք տնի։ Ներողություն այդ բառի համար, եթե զատնի դնող լինեինք, արդեն զատնի դրած կլինեինք, որովհետև շատ են ասում, որ հնարավոր է այնպես լինի, որ իշխանությունների հետ ինչ որ պայմանավորվածություններ ձեռք բերեք, եթե այդպիսի բան լիներ, արդեն կլիներ, հասկանալով, որ Սամվել Կարապետյանը ունենալով դեր, ազդեցություն ու հնարավորություններ իր համոզմունքների, իր սկզբունքների համար այժմ գտնվում է փակի տակ, որ բոլորս ունենանք այն ապագան, որը որ պատկերացնում ենք։ Եվ այո, մեր ձևով շարժումը պիտի գնա մինչև վերջ ու ձեր ասած խոսքին, որ շատերն են եղել, մենք
համբերատար ձևի, եթե մտել ենք այս ամեն ինչի մեջ, համբերատար ձևի պիտի հասնենք վերջնարդյունքին։ Այն նպատակին, որը որ դրել ենք մեր առջև, ու այն գաղափարախոսությունը, որի շուրջ համախմբվել ենք բոլորս, ունի միայն մեկ լուծում՝ հասնել ցանկալի վերջնարդյունքի։ Ցանկալի վերջնարդյունքը որն է՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը եւ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, թե միայն առաջի կետը։ Ցանկալի վերջնարդյունքը այդքանը չեն։ Ցանկալի վերջնարդյունքները շատ են։ Քաղբանտարկյաններ պիտի չլինեն Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության արժեքները, ազգային արժեքները պիտի պաշտպանված լինեն, Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարթակներում պիտի ներկայանա որպես ժողովրդավար, իրական ժողովրդավար երկիր, Հայաստանի Հանրապետությունում պիտի լինի բարձր կենսապայմաններ մարդկանց համար ու պիտի բոլոր ոլորտներում աշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ, զբաղվեն իրենց գործով, չսպասարկեն ինչ-որ խմբակների շահեր, որպեսզի մենք ունենանք մեր երազած ու մեր պատկերացրած Հայաստանը։ Ովքեր կարող են դառնալ եւ ովքեր չեն կարող դառնալ մեր ձևով շարժման անդամ։ Մեր ձևով շարժման անդամ կարող են դառնալ բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք հաստ չեն այն ինչ կատարվում է մեր երկրում եւ ովքեր որ կիսում են այն գաղափարախոսությունը, որը որ ունի մեր ձևով շարժումը։ Այսինքն հստակ գաղափարախոսություն, որին որ հարում են այն մարդիկ, ովքեր որ դրա կրողն են, նախ եւ առաջ ունեն այդ նույն սկզբունքներն ու արժեքները եւ պրոֆեսիոնալ են, իհարկե որոշակի կարմիր գծեր կան, որոնք մեզ համար շատ կարեւոր են, հաշվի առնելով նաեւ դրանք կարող ենք համագործակցել։ Որոնք են այդ կարմիր գծերը։ Կարմիր գծերը շատ են եւ չեմ ուզենա ինչ-որ առանձնացնեմ, որովհետեւ դա շահարկման առիթ կհանդիսանա։ Դա մեր աշխատանքը։ Իսկ նախկին նիկոլականը կարող է գալ եւ մտնել մեր ձևով շարժում։ Բերեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ նախկին նիկոլական ասելով մենք ավելի տարանջատում ենք մեր հասարակությանը։ Ես չեմ ուզենա հստակ հարցին պատասխանեմ, բայց ես չեմ ուզենա այլ ձև պատասխանեմ, որովհետեւ նախկին նիկոլական, նախկին, ներկա մենք այս տարանջատումը պիտի փորձենք վերացնել մեր միջից։ Նախկին ու ներկա չկա, կա ապագա եւ այդ ապագայում պիտի լինեն պրոֆեսիոնալները։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ մենք մի բուրազգ ենք ու պիտի այդ տարանջատվածությունը ի վերջո վերացնենք, այդ սևերի, սպիտակների բաժանումները պիտի վերացնենք, պիտի միասնական լինենք, այդ նախկինությունը, ներկայությունը պիտի հանենք։ Եվ նկատելի է նաև, որ այնուամենայնիվ շարժման անդամները շատ կոշտ գնահատականներ չեն տալիս, ինչպես օրինակ որոշ արմատական ընդդիմադիրներ եւ Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ Ինչու՞։ Կոշտ գնահատականները ինչ որ մի բան փոխել են մինչեւ այս պահը։ Դուք ասեք։ Կարծում եմ ոչ։ Եվ դուք ձեր ձևով ինձ հարցազրույց տվեցիք, կարող եք էսկալանավորել։ Ամեն բան էլ սպասելի է։ Ես ոչինչ երաշխավորված չէ։ Ներկայիս իշխանությունների պայմաններում, պարագայում ոչինչ երաշխավորված չէ։ Ամեն բան էլ սպասելի է։ Հույս ունենք այնուամենայնիվ այդպես չի լինի եւ դուք կմնաք ազատության մեջ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, ես զրուցում էի մեր ձևով շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանի հետ, առողջ եղեք, կհանդիպենք։